ռուս-պարսկական երկրորդ պատերազմը սկսվել էր ռուսական կայսրության համար ոչ այնքան նպաստավոր պայմաններում, իրենց մոտ բոլորովին վերջերս էր ճնշվել, մի քանի ամիս առաջ էր ճնշվել դեկաբրիստների ապստամբությունը եւ շարունակվում էր դատավարական գործընթացը եւ պարսկական կողմը օգտագործել էր այն հնարավորությունը, որ կար ընդհանուր Կովկասում տեղակայված ստորաբաժանումները ռուսական բանակի 3 անգամ մոտավորապես զիջում էին այն զորախմբին իրենց թվակազմով, որը այդ ժամանակ պետք է անցներ ռազմական գործողությունների 26 թվականի ամռանը։ Սկզբնական շրջանում նախաձեռնությունը պարսկական կողմին էր, հետո ռուսական կողմը կարողացավ նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել, իսկ 27 թվականի գարնանը ակնհայտ էր, որ ռուսական հրամանատարությունը խնդիր է դրել ոչ միայն պարսկական զորքերին ետ մղելու, այլ նաև փորձելու վերցնել Երևանի բերդը, որ իրենց վերահսկողության տակ չէր։ Եվ տեսնում ենք իրենք հաջող գործողություններ են իրենց համար ծավալում եւ կարողանում են հասնել մինչև Սուրբ Էջմիածին, աշտարակ եւ փաստորեն Երևանի մոտ դիրքավորվում են։ Էջմիածնի մայրավանքի փաստորեն միաբանության տարածքում տեղակայվում են իրենց որոշ ստորաբաժանումներ եւ իրենց ուժերի մի մասն էլ Կրասովսկու գլխավորությամբ Արագածի փեշերին օգոստոսի սկզբին տապի պայմաններում գնում է զով պայմաններում պատասպարվելու եւ հանգստանալու։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։